Գրեթե մեկ ամիս է Facebook-ում տարածվում է հայ առաքելական եկեղեցու բարենորոգում նորահայտ էջը, որն արդեն ավելի քան 2500 հետևորդ ունի։ Facebook-ից զատ գործում է նաև բարենորոգում էլեկտրոնային կայքը, որտեղ միայն Նիկոլ Փաշինյանի պահանջի միացած քաղաքացիներն են։ Կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը միաժամանակ ղեկավարում է Արարատյան հայրապետական թեմի աշխատակազմը։ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգմանը միացած քաղաքացիները նպատակ ունեն հանգստի կոչելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու։ Կայքից տեղեկանում ենք, որ պահանջին միացել է ընդամենը 673 քաղաքացի։ Վեհափար Հայրապետին հանգստի կոչելու պահանջին է միացել նաև 11 բարձրաստիճան հոգևորականներ, մի շարք քահանաներ, այդ թվում և նախկինում կարգալույց հռչակված հոգևորականներ։ Եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսները անգամ ցանկություն ունեն ստորագրահավաք իրականացնելու, սակայն աննպատակ ու անվերլուծություն է այն, քանի որ վստահությունը, որ այդ ստորագրահավաքը կծառայի իր նպատակին, հեղինակներն անգամ չունեն։ Այս իրադարձությանը զուգահեռ Մայրաթոռի բազմաթիվ հոգևորականներ իրենց որդեական անվերապահ խոնարհությունն ու հավատարմությունն են հայտնել Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ ազգի վեհափար Հայրապետին։